Պարոն Մանուչարյան, սահմանադրական փոփոխությունները ինչ եք կարծում, որևէ կերպ կանդրադառնան Ղարաբաղ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման եւ առհասարակ Ղարաբաղի վրա։ Սահմանադրական գործընթացը արդեն անդրադարձել է շատ մեծ չափով բոլոր գործառույթների վրա։ Մի կողմից ուրեմն երկիրը շատ անհարկի առճակատման շրջանակում հայտնվեց, երբ տարբեր խմբերի բաժանված, բսկտված, ժողովրդին հոգեբանորեն այսպես բերված է ժողովուրդը պարտության իրավիճակի եւ հոգեբանական բավականին մեծ հարված հասցվեց, սա ուրեմն մի կողմն էր։ Երկրորդը էապես ուժեղացվել է արտաքին կառավարման գործոնը, այդ սահմանադրության ամբողջ տրամաբանությունը այդպիսին է, եւ խալխված է մեր ուրեմն արժեհամակարգը, հսկայական հարվածներ այդ ուղղությամբ են հասցված, եւ այս ամենը անկասկած անդրադառնալու կյանքի բոլոր կողմերի վրա։ Ես կարծում եմ, որ ընտրանին, որը այդ պատասխանությունը վերցրեց իր վրա այդ բանը իրականացնելու, նկատի ունեմ հանրապետական կուսակցությունը եւ ուրեմն նրա հետ այսպես դաշնակցային հարաբերությունների հետ մտած մյուս կուսակցությունները իրենց վրա մեծ ուրեմն պատասխանատվություն վերցրեցին այս իրավիճակը ստեղծելով հանրապետություն։ Վերջերս հանդիպում է տեղի ունեցել եռակողմ, հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության նախարարները, պլանավորվում է, որ այս երկրների միջև կստորագրվի համաձայնագիր պաշտպանության ոլորտին վերաբերող, ինչ եք կարծում, դա մեր երկրի վրա ինչպես կանդրադառնա։ Ընդհանրապես մեզ համար շատ վտանգավոր տրամաբանության մեջ է այդ երեք երկրների ուրեմն անդադար այսպես խորացող համագործակցությունը, որովհետև այսպիսի մի պահ է, մեկը Վրաստանը փաստորեն որպես ինքնուրույն երկիր դադարում է գոյություն ունենալուց, առանց այդ էլ տնտեսական առումով բարականին ներխուժած է Թուրքիան այդ երկրի մեջ եւ գնալով ավելի եւ ավելի ուժեղանում է այդ ազդեցությունը, ցավոք սրտի ՆԱՏՕ-ն Վրաստանում Թուրքիայով է ներկայացվում եւ ուրեմն երկրի ընտրանիները արդեն զգում են այդ շատ այսպես մեծ քայքայիչ ազդեցությունը այդպիսի համագործակցության, ինչպես գիտեք Վրաստանի համար հարավային, իսկ մեզ համար մեր հյուսիսային շրջանները արդեն բնակեցված են ուրեմն թուրքալեզու ուրեմն քաղաքացիներով Վրաստանի եւ Հայաստանը հայտնվում է փաստորեն տոպրակի մեջ երկու իմաստով, մեկը որ թուրքալեզուներով ամբողջ մեր հյուսիսն է պատվում, մյուսը նաեւ որ Վրաստանն էլ դարձնում է մի մասը այդ թուրքական համակարգի ներառյալ իր քաղաքական, տնտեսական եւ այլ համակարգերը։ Մեզ պետք է ուրեմն ստրատեգիական երկխոսություն սկսել Վրաստանի հետ եւ պետք է շատ խորքային հարաբերություն զարգացնել Հայաստան-Վրաստան եւ ներառելով այստեղ Իրանը, որովհետեւ հաշվի առնելով Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները բնական ստրատեգիական դաշնակից է երևում ուրեմն ինքնուրույնությունը պահպանելու Վրաստանի համար այսօր Իրանը։ Իսկ ապագայում, երբ որ կարգավորվեն նաև Ռուսաստանի հետ հարցերը, կարող է եւ ուրեմն դա շարունակվել դեպի Ռուսաստան այդ դաշինքը։ Սահմանադրական փոփոխություններից հետո կան բազմաթիվ անհանգստություններ, այս ոլորտին վերաբերող մի հարց, Գերագույն հրամանատարի ինստիտուտը, այսպես ասած, գրեթե վերանում է։ Գիտեք, շատ ավելի մեծ խնդրեմ կա մեզ մոտ։ Մեզ մոտ Գերագույն գլխավոր հրամանատարը փողն է։ Եվ այդպես է բավականին երկար ժամանակ։ Առաջի անհանգստությունը մեր պետք է կապված լինի դրա հետ, որովհետև երբ որ ձեր գերագույն գլխավոր հրամանատարը այն որ դուք սահմանադրությունում եք գրել, անկախ նրանից գրել եք վարչապետի, նախագահի տեղում, նրա գլխավոր խնդիրը կյանքում մնում է փող սարքելը եւ դրա համար օգտագործել է պետական ապարատը եւ դրա համար պետությունը վերածելով ֆիրմայի փող սարքող, դրանից ավելի աղետալի վիճակ չկա եւ նա ամեն ինչը ինչ անում է դրանից ելնելով։ Ուրեմն հետեւաբար մենք ունենք այդպիսի վերանայման անհրաժեշտություն եւ սահմանադրությունը, եթե մենք փոխեինք, դարձնեինք հայկական,
առաջի խնդիրը, որին պետք է պատասխաներ, թե ինչպես ենք, ինչ մեխանիզմներով ենք մենք վերադարձնում մեր արժեհամակարգը բնականon։ Քանի դեռ չվերադարձնենք, մենք ունենալու ենք ուրեմն գերագույն գլխավոր հրամանատար, ասացի փողը, իսկ նա այսպես շատ կմահաճ գլխավոր հրամանատարը։